ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երեքշաբթի ապրիլի 29-ին Ուկրաինայի ճգնաժամի հարցով նիստ կանցկացնի։ Նշվում է, որ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Նյու Յորքի ժամանակով ժամը 16:00-ին։ Ինչպես նշել են ռուսական առաքելությունից, հանդիպումը կանցկացվի արևմտյան երկրների խնդրանքով։ Օտարերկրյա երկրների հետ ներդրումների եւ տնտեսական համագործակցության հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ստիվեն Ուիթքովի միջև բանակցություններում առաջընթաց կա։ Ռուսաստանի նախագահ Պուտինի եւ Ստիվեն Ուիթքովի բանակցություններում առաջընթացը արձանագրվել, հայտնել է Դմիտրիևը։ Պուտինի եւ Վիտկովի հանդիպումը տևել է 3 ժամ։ Սա Պուտինի եւ Վիտկովի երկրորդ հանդիպումն է վերջին 2 շաբաթվա ընթացքում եւ 4-րդը տարեսկզբից։ Նախորդը տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգում ապրիլի 11-ին եւ տևել ավելի քան 4 ժամ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ խնդրին շատ ասպեկտներ կան, էությունը շատ բարդ է, ուստի խոսակցությունները որպես կանոն բավականին երկար են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կանգնեցրել Իսրայելին Իրանին հարվածելուց։ Ես նրան չեմ կանգնեցրել, բայց եւ այնպես չեմ արել, որ նրանց հարմար լինի, քանի որ կարծում եմ, որ մենք կարող ենք գործարք կնքել առանց հարձակվելու, ասել է ԱՄՆ նախագահ Թայմի հետ հարցազրույցում։ Նա հավելել է, որ չի բացառում ԱՄՆ-ի ռազմական մասնակցությունը Իսրայելի եւ Իրանի միջև հնարավոր հակամարտությանը։ Ապրիլի 7-ին The New York Times-ը հաղորդել էր, որ 2025 թվականի մայիսին Իսրայելը ծրագրել էր հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, սակայն հրաժարվել էր դրանից, քանի որ Թրամփը չէր աջակցել այդ քայլին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի կամ երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի հետ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ բանակցելու համար։ Հնդկաստանն ու Պակիստանը չեն ցանկանում լիարժեք միջուկային հակամարտություն, այս մասին հայտարարել է ԻՄԵՄՕ-ՌԱՍ-ի Հնդկական օվկիանոսի տարածաշրջանի կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուպրիյանովը, եւ Դելին եւ Իսլամաբադը ներկայումս լուծում են նույն խնդիրը, ինչպես ցույց տալ իրենց պատրաստակամությունը պաշտպանելու սեփական շահերը, առանց դեմքը կորցնելու, բայց միևնույն ժամանակ հակառակորդին իրական ռազմական գործողությունների չհրահրել, ասել է նա։ Ապրիլի 22-ին Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ջամու եւ Քաշմիր նահանգում աբեկչություն է տեղի ունեցել։ Զինված զինյալները ավտոմատներով կրակ են բացել Բայսարան հովտում արահետով մագլցող զբոսաշրջիկների վրա։ Լրատվամիջոցների տվյալներով հարձակման պատասխանատվությունը ստանձնել է աֆղանական դիմադրության ճակատ խմբավորումը, որը կապված է Պակիստանում տեղակայված Լաշկար-e-Թայբա խմբավորման հետ։ Hindustan Times-ը հայտնել է, որ հնդկական հետախուզությունը ապացույցներ է ստացել հարձակմանը Պակիստանի մասնակցության մասին։ Այս ֆոնին Հնդկաստանը հայտարարեց Պակիստանի բոլոր քաղաքացիներին երկրի վտարելու մասին։ Բացի այդ, փակվելու է երկրների միջև աթարի 13 անցակետը։ Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների զինված կոնտինգենտի առկայությունը Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու համար անհրաժեշտ չէ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ես խոսեցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որ մեզ համար աջակցությունը չի նշանակում կոշիկներ գետնի վրա։ Ուկրաինայում ընդգծել է քաղաքական գործիչը։ Վատիկանում տեղի ունեցել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի դագաղի փակման արարողությունը նրա հուղարկավորության արարողությունից առաջ Պապի դեմքը ծածկված էր սպիտակ մետաքսե շարֆով։ Հռոմի Պապի հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օրը։ Ավելի վաղ Վատիկանը հայտնել էր, որ առնվազն 250,000 մարդ է եկել Սուրբ Պետրոսի տաճար Հռոմի Պապին հրաժեշտ տալու համար։ Ուկրաինան Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման շրջանակներում տարածքային հարցերը կքննարկի միայն ամբողջական զինադադարից հետո։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ես համաձայն եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որ մենք չունենք բավականաչափ զենք Ղրիմը հետ վերցնելու համար, բայց մենք ունենք դիվանագիտական հնարավորություններ, ասել է քաղաքական գործիչը։ Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու ընթացքում Ուկրաինային այլ երկրների կողմից տարածքային զիջումների պարտադրելու սցենարը միանգամայն հավանական է։ Այս մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիշկոն։ Դժբախտաբար, ինչպես տեսնում ենք, նման սցենարը միանգամայն հնարավոր է եւ այսօր դրա մասին խոսում են բազմաթիվ համաշխարհային քաղաքական գործիչներ եւ լրատվամիջոցներ, ընդգծել է քաղաքական գործիչը։ Կլիշկոն մեկնաբանել է իր հայտարարությունը BBC-ին տված հարցազրույցում եւ ենթադրել, որ չի հայտարարել Ամերիկան Կիևի հնարավոր պարտադրանքի մասին իր հայտարարություններով։ Միևնույն ժամանակ Կիևի քաղաքապետը դեմ է արտահայտվել նման սցենարին եւ հայտարարել, որ անհրաժեշտ է Ուկրաինայի կողմից մինչև վերջին պայքարը խաղաղ համաձայնագրում տարածքային զիջումների դեմ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ձգտում է խափանել խաղաղության բանակցությունները, քանի որ ցանկանում է վրեժ լուծել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած սկանդալի համար։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի անդամ Ալեքսանդր Դուբինսկին։ Զելենսկին խաթարում է խաղաղ բանակցությունները նաև Թրամփի 100-օրյա նախագահությունը կործանելու ցանկությամբ։ Սա վրեժ խնդրություն է Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած սկանդալի համար, ընդգծել է նա։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքել։ ԱՄՆ նախագահը գլխավոր խոչընդոտն անվանել է Վոլոդիմիր Զելենսկու դիրքորոշումը, որի հետ, ինչպես նա կարծում էր, ավելի հեշտ կլիներ։ Չնայած դիվանագիտական ջանքերին եւ դաշնակիցների ճնշմանը, Կիևը մերժել է Վաշինգտոնի հիմնական առաջարկները, այդ թվում Ղրիմի որպես Ռուսաստանի մաս ճանաչման հնարավոր առաջարկները։ Պակիստանը ամբողջ ուժով կպատասխանի, եթե հարձակվի Հնդկաստանի կողմից։ Ալ Ջազիրային ասել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ Մենք չենք կարող թույլ տալ այս ներխուժումը մեր հող, մեր երկիր, ասել է նա։ Sky News-ի հետ զրույցում նախարարն ասել է, որ Պակիստանի բանակը պատրաստ է ցանկացած հնարավորության Հնդկաստանի հետ սրվող դիվանագիտական հակամարտության պայմաններում։ Ասիֆը հայտնել է, որ աշխարհը պետք է անհանգստանա լայնամասշտաբ հակամարտության հեռանկարով, որում կներգրավեն միջուկային զենք ունեցող երկու երկրներ։ Եթե ինչ-որ բան սխալ լինի, այս առճակատումը կարող է ողբերգական ավարտ ունենալ։ Նա հույս է հայտնել, որ վեճը կարող է լուծվել բանակցությունների միջոցով։ Reuters գործակալությունը հրապարակել է երկու փաստաթուղթ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի առաջարկներով։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև համաձայնագրի առաջին շրջանակային փաստաթուղթն առաջարկվել է ԱՄՆ-ի կողմից։ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը ապրիլի 17-ին Փարիզում կայացած բանակցությունների ժամանակ այն ցույց է տվել ուկրաինացի եւ եվրոպացի պաշտոնյաներին։ Երկրորդ փաստաթուղթը պարունակում է պատասխան առաջարկներ, որոնք Ուկրաինայի եւ Եվրոպայի երկրների ներկայացուցիչները փոխանցել են Վաշինգտոնին ապրիլի 23-ին Լոնդոնում կայացած բանակցություններից հետո։ Խաղաղության ծրագիրը Կիևին է փոխանցվել անցյալ շաբաթ։ Փաստաթղթում հստակ նշված է, որ դա վերջնական առաջարկ է։ Ըստ ծրագրի Ղրիմը կճանաչվի որպես ռուսական, իսկ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերի գրավված տարածքները կհամարվեն օկուպացված։ Միաժամանակ Ռուսաստանն Ուկրաինային կվերադարձնի Խարկովի մարզի մի մասը։ Զապորոժիեի ատոմակայանը նույնպես կանցնի Կիևի վերահսկողության տակ, սակայն պայմանով, որ այն կկառավարի Միացյալ Նահանգները։ Ուկրաինան վերահսկողություն է ձեռք բերում նաև Կախովկայի ամբարտակի նկատմամբ։ Բացի այդ, Կիևը պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ծրագրերից եւ ամերիկացիների հետ կնքի Ուկրաինայի բնական պաշարների համատեղ զարգացման մասին համաձայնագիր։ Ուկրաինան վերականգնման համար ստանում է լայնածավալ օգնություն եւ ֆինանսական փոխհատուցում։ ԱՄՆ-ի առաջարկն Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ նախատեսում է ուկրաինական նավերի անարգել անցում Դնեպրով եւ վերահսկողություն Կիմբուրսկի ծոցի նկատմամբ, հաղորդում է Reuters-ը, հղում անելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթին։ Միաժամանակ Թրամփը պատրաստ է չեղարկել 2014 թվականին Ռուսաստանին Ղրիմի միացումից ի վեր Մոսկվայի նկատմամբ սահմանված բոլոր պատժամիջոցները։ Ուկրաինական զորքերը ռազմաճակատում պաշտպանական կառույցներ չունեն, նորերը չեն կառուցում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի 24-րդ առանձին Այդար գրոհային գումարտակի հրամանատար Ստանիսլավ Բունյաթովը։ Առաջնագծում հիմնականում պաշտպանական կառույցներ չկան, դաշտերն ու անտառային գոտիները շատ դեպքերում ինքնաբերաբար անցնում են ռուսական վերահսկողության տակ, գրաված բնակավայրերի հետ մեկտեղ, ասել է նա։ Զինվորականը հավելել է, որ չկա նաև առաջնագծում դրոնների օպերատորների հատուկ բունկերների կենտրոնացված կառուցում։ Նա նշել է, որ եթե ինչ-որ բան ունեն, դա ժառանգել են հրետանու եւ ականանետային անձնակազմից։ ԵԱՀԿ-ն պարտավորվել է երկարաժամկետ համագործակցել Ադրբեջանի հետ։ Այս մասին ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։ Ըստ նրա, հանուն խաղաղության եւ երկխոսության ջանքերը պետք է շարունակվեն։ Եթե մենք ցանկանում ենք հասնել կայուն խաղաղության, մենք պետք է դա անենք։ Իհարկե, ես բարձր եմ գնահատում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վրա աշխատանքի ավարտը։ Հուսով եմ եւ գիտեմ, որ Հարավային Կովկասում համագործակցությունը կշարունակվի բարձր մակարդակով։ ԵԱՀԿ-ն այս ճանապարհին կաջակցի եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, եզրափակել է Պաշտոնյան։
Դոնալդ Թրամփը կրճատում է ամերիկյան առաջատար համալսարանների ֆինանսավորումը։ Հարվարդը, Կորնելը, Նորթվեսթերնը եւ այլք նոր վարչակազմի հարվածի տակ հայտնվեցին։ Այս իրավիճակը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում ուսանողների թվի կրճատման։ Այս մասին գազետային ասել է Նախագահական ակադեմիայի գիտության գծով պրոռեկտոր Արթուր Ազարովը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վատիկանում կարճատև հանդիպումից հետո համաձայնության են եկել եւս մեկ հանդիպում անցկացնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունից հետո։ Այս մասին հաղորդում է Sky News-ը։ Դոնալդ Թրամփը եւ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել են Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունից առաջ երկու քաղաքական գործիչները նաեւ համաձայնել են հանդիպել այսօր ավելի ուշ տեղի ունեցած հուղարկավորությունից հետո, ասվում է հրատարակության հաղորդագրությունում մեջ։ Մինչ այդ Թրամփը եւ Զելենսկին հանդիպել էին Վատիկանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման հիմնական դիրքորոշումների մեծ մասն արդեն համաձայնեցված է լավ օրեր Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ բանակցությունների համար։ Նրանք շատ մոտ են համաձայնության, երկու կողմերը պետք է հանդիպեն շատ բարձր մակարդակով, այն վերջնականապես հաստատելու համար հիմնական դիրքորոշումների մեծ մասի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, գրել է ամերիկացի առաջնորդը։ Վոլոդիմիր Զելենսկին Միացյալ Նահանգներից պահանջել է Ուկրաինայի համար նույն անվտանգության երաշխիքները, ինչ Իսրայելի համար։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները հղում անելով Զելենսկու մամուլի ասուլիսին։ Ուկրաինայի առաջնորդը շարունակում է պնդել, որ Կիևին անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ։ Լոնդոնում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են Միացյալ Նահանգների կողմից անվտանգության երաշխիքներին։ Մենք իսկապես ուզում ենք, որ նրանք ուժեղ լինեն գոնե Իսրայելի պետության համար տրվածի նման, ասել է Զելենսկին։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ կմասնակցի համաշխարհային անվտանգության ֆորումին։ Աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղարը նաև կունենա երկկողմ աշխատանքային հանդիպումներ։ Ռուբեն Մխիթարյանը գրում է. Եթե դու քաղաքացու օր ես նշում, ուղերձդ պետք է ներառի միայն ներողություններ։ Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես սեփական ստերի, կեղծիքների եւ ապիկար կառավարման համար։ Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես պարտված պատերազմների, հազարավոր զոհերի, սքացող մայրերի եւ թշնամուն լոկ ստորագրությամբ հանձնված հայկական հողերի համար։ Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես հայ ժողովրդի փլուզված իղձերի ու երազանքների համար։ Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես, որ մի ամբողջ ազգի դարձրիր սովորական տուգանքի մատերիալ եւ ընդամենը ժողջան։ Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես, որ խորովածը հռչակեցիր հեղափոխության սիմվոլ, իսկ հայկական երկու պետությունների պետական սիմվոլները տվեցիր գետնովը։ Շնորհավոր տոնդ քաղաքացի Փաշինյան։ Բարևներ զույգ էֆենդիներիդ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք բանակցում է Ռուսաստանի հետ Ուկրաինայի հետ չառնչվող հարցերի շուրջ։ Ոչ, ասել է Թրամփը Time ամսագրին, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի հետ բանակցում է այլ հարցերի շուրջ բացի Ուկրաինայից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարծում է, որ իր նախագահության օրոք հնարավոր է խաղաղության հասնել Ուկրաինայում։ Կարծում եմ, որ քանի դեռ ես նախագահ եմ, Ուկրաինայում խաղաղության հասնելը հնարավոր է, շատ հավանական է, եթե մեկ ուրիշը նախագահ լինի, դա անհնար է, ասել է Թրամփը Time ամսագրին տված հարցազրույցում։ Ուկրաինական կարգավորման հակառաջարկով Եվրոպան եւ Ուկրաինան պահանջում են, որ սահմանափակումներ չլինեն ուկրաինական տարածքում օտարերկրյա ուժերի տեղակայման սպառազինության եւ գործողությունների վրա։ Հայտում է Reuters-ը վկայակոչելով իր ձեռք բերած փաստաթուղթը ոչ մի սահմանափակում Ուկրաինայի տարածքում բարեկամ օտարերկրյա ուժերի ներկայության սպառազինության եւ գործողությունների համար, ասվում է փաստաթղթի նախագծում։ Բրիտանական Telegraph թերթը հրապարակել է Կիևի կողմից ԱՄՆ-ին ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ փաստաթղթի մանրամասները, որը թերթի պարունակում է մի շարք պահանջներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին, այդ թվում Վաշինգտոնի հրաժարումը բանակցային գործընթացում առանցքային դեր խաղալուց եւ այն Կիև տեղափոխելը։ Հրատարակության համաձայն Կիևը Թրամփին է փոխանցել հակամարտությունը լուծելու պահանջներով փաստաթուղթ բաղկացած 5 կետից։ Առաջին եւ երկրորդ կետերը կոչ են անում խաղաղ
համաձայնագիր կնքել միջազգային իրավունքի վրա հիմնված ոչ թե կապիտուլյացիայի։ Բացի այդ, ուկրաինական կողմը պնդում է հստակ անվտանգության երաշխիքների կարևորությունը որպես պոտենցիալ խաղաղ համաձայնագրի գին, որով Ուկրաինան շրջանները կզիջի Ռուսաստանին։ Երրորդ կետը բանակցությունները Թրամփից խլելու եւ Ուկրաինան խաղաղ գործընթացի կենտրոն վերադարձնելու փորձ է, գրում է թերթը։ Ղրիմի թերակղզին կմնա Ռուսաստանի դաշտության մաս Ուկրաինայի հակամարտության կարգավորման համաձայնագրի շրջանակներում, այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ամերիկացի առաջնորդը մեկնաբանել է իրավիճակը Time ամսագրի համար տված հարցազրույցի ժամանակ Ղրիմը կմնա Ռուսաստանի դաշտության կազմում, ասել է պետության ղեկավարը։ Նա հավելել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նույնպես լավ է հասկանում այս փաստը։ Հարավային Կորեան խնդրել է Միացյալ Նահանգներին բացառություններ անել հարավկորեական ապրանքների համար սահմանված իր սակագնային քաղաքականությունից եւ փոխարենը առաջարկել է համագործակցություն էներգետիկայի եւ նավաշինության ոլորտներում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Հրատարակությունը նշում է, որ երկու երկրների միջև խորհրդակցությունները տեղի են ունեցել Վաշինգտոնում ապրիլի 24-ին։ Միջոցառման ժամանակ Հարավային Կորեայի առևտրի նախարար Ան Դե-օկ Գյունը առաջարկել է տարբեր երկկողմ նախագծեր, որոնք ուղղված են ամերիկյան նավաշինության վերականգնմանը, առևտրին եւ Կորեայի Հանրապետության էներգետիկ անվտանգության բարելավմանը։ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները կարող են կազմակերպել Կիևին զենքի մատակարարումների եւ երրորդ երկրներին փոխանցված զենքի վերավաճառքի գործընթացի համատեղ աուդիտ։ Այս մասին հայտնել է Պետդումայի падգամավոր Ադալբի Շխագոշևը։ Այս աուդիտը կարող է դառնալ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների համատեղ նախագիծ, հաշվի առնելով Ռուսաստանի դաշտությունում ուկրաինական զենքի արտահոսքի վերաբերյալ տեղեկատվության ծավալը։ Ընդգծել է նա, ինչպես հիշեցրել է падգամավորը, տեղեկություններ են հայտնվել, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հարավային Աֆրիկա կատարած այցի ժամանակ երկրի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան կարող է նրանից բացատրություն խնդրել Աֆրիկայում զինյալներին զինելու գործում Ուկրաինայի ենթադրյալ ներգրավվածության վերաբերյալ։ Բացի այդ, Շխագոշևի խոսքով Կիևի կողմից Աֆրիկայում եւ Մերձավոր Արևելքում գտնվող զինյալներին տրամադրվող ռազմական օգնությունը սկսում է համակարգային բնույթ ստանալ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է պաշտպանական արդյունաբերության զարգացմանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Այսօր մենք հարց ունենք, որը կապված է ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման հետ, նշել է Ռուսաստանի նախագահ հանդիպման սկզբում։ Միջոցառման մասնակիցները լսել են արդյունաբերության եւ առևտրի նախարարության ղեկավար Անտոն Ալիխանովի եւ գլխավոր դատախազ Իգոր Կրասովի զեկույցները։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ վարչապետ Միխայել Միշուստինը, Դաշնային ժողովի վերին եւ ստորին պալատների ղեկավարներ Վալենտինա Մատվիենկոն եւ Վիչեսլավ Վոլոդինը, անվտանգության խորհրդի փոխնախագահ Դիմիտրի Մեդվեդևը եւ այլ գործիչներ։ Ներկայումս Ռուսաստանը, ինչպես Խորհրդային Միությունը, հայրենական մեծ պատերազմի տարիներին պայքարում է նացիզմի դեմ։ Նման պատմական զուգահեռ է անցկացրել Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Այսօր մեր երկիրը կրկին առաջնագծում է նոր դիմակ կրող նացիզմի դեմ, ասել է քաղաքական գործիչը։ Հատուկ ռազմական գործողության ճակատներում ռուս զինվորներն ու սպաները ցույց են տալիս, ինչ պատիժ է սպասվում նրանց, ովքեր մոռացել են պատմության դասերը, նշել է նա։ Ռուսաստանը թույլ չի տա վերանայել երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները, ընդգծել է Մեդվեդևը։ Որոշ ուժեր շահագրգռված են Հնդկաստանի եւ Պակիստանի միջև հարաբերությունների սրմամբ, սակայն Ռուսաստանը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի հակամարտությունը խաղաղ ավարտվի։ Այս մասին հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան։ Ռուսաստանը կձեռնարկի բոլոր ջանքերը, որպեսզի հակամարտությունը չբարթանա։ Այսօր, ինչպես միշտ, կան ուժեր, որոնք փորձում են ուռճացնել այդ հակամարտությունը, իսկ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի եւ Հնդկաստանը, եւ Պակիստանը նստեն սեղանի շուրջ եւ պայմանավորվեն, ասել է Չեպան։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կիևին մեղադրել է Ռուսաստանի հետ կոնֆլիկտ սանձազերծելու մեջ։ Նրա խոսքերը մեջ բերել է Times-ը։ Թրամփը հավելել է, որ հակամարտության պատճառը ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի մտադրությունն է։ Թրամփը մինչ այդ ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով խաղաղ համաձայնագրի կնքմանը։ Այժմ Միացյալ Նահանգների նախագահը հիմնական խոչընդոտը համարեց Վլադիմիր Զելենսկու դիրքորոշումը, որի հետ, ինչպես նա կարծում էր, ավելի հեշտ կլինի։
Չնայած դաշնակիցների կողմից դիվանագիտական ջանքերին եւ ճնշումներին, Կիևը մերժում է Վաշինգտոնի առանցքային առաջարկները, ներառյալ Ղրիմի հնարավոր ճանաչումը որպես Ռուսաստանի մաս։ Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը գովել է Թրամփի այն ըմբռնումը, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ընդունումը քրիտիկական սխալ եւ սպառնալիք կդառնա ամբողջ աշխարհի անվտանգության համար։ Reuters-ը հրապարակել է փաստաթղթեր, որոնք բացահայտում են Միացյալ Նահանգների, Ուկրաինայի եւ եվրոպական երկրների միջև լուրջ տարաձայնությունները, կապված Ռուսաստանի դեմ պատերազմի դադարեցման խաղաղ բանակցությունների շուրջ։ Փարիզում եւ Լոնդոնում անցկացված բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգների առաջարկները ներկայացված նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտքոֆի կողմից բախվել են ուկրաինական եւ եվրոպական կողմերի հակառաջարկներին։ Հիմնական տարաձայնությունները վերաբերում են տարածքային վերահսկողությանը, անվտանգության երաշխիքներին, Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին եւ Ուկրաինայի զինված ուժերի կազմին եւ ազատությանը։ Միացյալ Նահանգների առաջարկը նախատեսում է իրավական ճանաչում տալ Ռուսաստանի վերահսկողությանը Ղրիմի նկատմամբ եւ փաստացի վերահսկողությանը Ուկրաինայի հարավային եւ արևելյան որոշ հատվածների վրա, ինչպես նաեւ վերացնել 2014 թվականից ի վեր սահմանված պատժամիջոցները։ Ի հակադրություն, ուկրաինական եվրոպական փաստաթուղթը հետաձգում է տարածքային հարցերի լուծումը մինչև հրադադարի հաստատումը եւ առաջարկում է աստիճանական պատժամիջոցների մեղմացում խախտումների դեպքում վերականգնման հնարավորությամբ։ Այն նաև առաջարկում է համապարփակ անվտանգության երաշխիքներ, ներառյալ ՆԱՏՕ-ի նման պաշտպանական պարտավորվածություններ եւ թույլ է տալիս ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուժերի ներկայություն Ուկրաինայում։ Փաստաթղթերը վկայում են, որ սա ամենահամապարփակ դիվանագիտական ջանքն է Ռուսաստանի 2022 թվականի ներխուժումից ի վեր։ Սակայն տարածքային զիջումների, Ուկրաինայի ռազմական ինքնավարության եւ տնտեսական փոխհատուցումների շուրջ առկա խորը տարաձայնությունները ընդգծում են խաղաղ բանակցությունների բարդությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հետաքննել այլ անձանց անունից կատարված ենթադրաբար անօրինական քաղաքական նվիրատվությունները։ Այս մասին հաղորդվել է Սպիտակ տան կայքում։ Նա խնդրել է Բոնդին համագործակցել ԱՄՆ ֆինանսների նախարարության հետ եւ օգտագործել բոլոր իրավական լիազորությունները առցանց դրամահավաք հարթակների օգտագործումը հետաքննելու համար։ Հուշագրում նաեւ ենթադրվում է, որ նման նվիրատվությունները կարող էին կատարվել կեղծ հաշիվներից, հնարավոր է նվեր-քարտերի կամ նախապես վճարված վարկային քարտերի միջոցով ԱՄՆ ընտրությունների արդյունքի վրա ազդելու մտադրությամբ։ Ապրիլի 25-ի առավոտյան Մերձ Մոսկովյան Բալաշիխա քաղաքում բնակելի շենքի մոտ ավտոմեքենա է պայթել։ Պայթյունի հետևանքով զոհվել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկը։ Հայտնում է RBC-ն։ Ըստ տվյալների Նեստերովի բուլվարի երկրորդ տան մոտ կայանված ավտոմեքենան պայթել է այն պահին, երբ զինվորականն անցնում էր նրա կողքով։ Մեքենայի ներսում տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի է դրվել հեռակա կարգով։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ վնասել է մոտակայքում գտնվող տան մի քանի հարկերի պատուհանները։ Քննչական կոմիտեում հաստատել է Մոսկալիկի մահը եւ հայտնել սպանության եւ պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական գործ հարուցելու մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատում, որ Ուկրաինան երբևէ կկարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այս մասին ամերիկացի առաջնորդը հայտարարել է Time ամսագրին տված հարցազրույցում։ Չեմ կարծում, որ նրանք Ուկրաինան երբևէ կկարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին, նշել է նա։ Ավելի վաղ Reuters-ը հրապարակել էր ուկրաինական հակամարտության կարգավորման առաջարկի նախագիծը, որը գործակալության պատրաստել է ԱՄՆ-ն։ Փաստաթղթի համաձայն Ուկրաինան հրաժարվում է անդամակցել ՆԱՏՕ-ին, միևնույն ժամանակ ամերիկյան կողմը հավանություն է տվել Կիևի պտադրությանը աշխատելու Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին քննարկելու Սպիտակ տան առևտրային մաքսատուրքերը։ Այս մասին ամերիկացի առաջնորդը հայտարարել է Time ամսագրին տված հարցազրույցում։ Սի Ցզինփինը զանգել է, ես չեմ կարծում, որ սա նրա կողմից թուլության նշան է, նշել է Թրամփը։ Նա հավելել է, որ իրենք քննարկել են առևտրային գործարքը։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք Թրամփը նախ կզանգարի Սի Ցզինփինին, ԱՄՆ նախագահը բացասական պատասխան է տվել, միաժամանակ խուսափելով պատասխանելուց, թե արդյոք դա համարվում է թուլություն։ ԱՄՆ
ԱՄՆ-ն իր մտադրությունն է հայտնել փաստացի ճանաչել Ռուսաստանի վերահսկողությունը Զապորոժիեի, Դոնեցկի, Լուգանսկի եւ Խերսոնի տարածքների նկատմամբ որպես Ուկրաինայի հակամարտության կարգավորման մի մաս։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը վկայակոչելով ապրիլի 17-ին Փարիզում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքովի ներկայացրած նախագիծը։ Փաստաթղթի համաձայն ԱՄՆ-ն նաև նշել է, որ պատրաստ է դե յուրե ճանաչել Ռուսաստանի իրավասությունը Ղրիմի նկատմամբ։ Միաժամանակ համաձայնագրի նախագծում նշվում է, որ Խարկովի մարզի տարածքը եւ Զապորոժիեի ատոմակայանը պետք է վերադարձվեն Ուկրաինայի վերահսկողությանը եւ Կիևին նույնպես հնարավորություն կտրվի անցնել Դնեպր գետով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնության կգան Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Կարծում եմ, որ ԱՄՆ-ն գործարք կկնքի Իրանի հետ։ Ոչ ոք չի կարող դա անել, ասել է ամերիկացի առաջնորդը Time ամսագրին տված հարցազրույցում։ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքովին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Փոխանցում է RBC-ն։ Կրեմլը հրապարակել է Կրեմլում Ուիթքովի եւ Պուտինի հանդիպման մեկնարկի տեսանյութը, նրանք ողջունել են միմյանց անգլերեն լեզվով։ Բանակցություններին մասնակցել են նաեւ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը եւ պետության ղեկավարի ներդրումային եւ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Իշխող վրացական երազանք դեմոկրատական Վրաստան կուսակցության նախագահ նախկին վարչապետ Իրագլի Ղարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին։ Այսօր ուզում եմ ձեզ տեղեկացնել քաղաքականությունից հեռանալու իմ որոշման մասին։ Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում չեն դադարել շարժումները իմ ապագա քաղաքական գործունեության մասին եւ համապատասխանաբար ես ինձ պարտավոր եմ հասարակության առաջ տալ արկա հարցերին սպառիչ պատասխաններ, ասել է Ղարիբաշվիլին ջեպազրույցում։ Հնդկաստանի եւ Պակիստանի զորքերը կրակ են բացել Ջամուի եւ Քաշմիրի հսկողության գծի երկայնքով։ Վերահսկողության գծի երկայնքով Պակիստանի նախաձեռնության որոշ վայրերում եղել են փոքր զենքերից կրակոցներ։ Գնդակոծություններին արդյունավետ պատասխան է եղել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Պակիստանի բանակի գնդակոծությունը տեղի է ունեցել Պահալգամի ահաբեկչության պատճառով երկու կողմերի միջև աճող լարվածության ֆոնին, որի հետևանքով զոհվել է 26 խաղաղ բնակիչ։ Ահաբեկչությունից հետո տարածաշրջանում իրականացվում են նաև հակաահաբեկչական գործողություններ։ Հնդկաստանի անվտանգության ուժերի տվյալներով երեկոյան փոխհրաձգություն է տեղի ունեցել ահաբեկիչների եւ ուժայինների միջև։ Հինգշաբթի երեկոյան Ջամուում եւ Քաշմիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավերվել են Լաշկար-e-Թայբա ահաբեկիչների երկու տները, որոնք ենթադրաբար մասնակցություն են ունեցել Պահալգամի հարձակմանը, հայտնում է Press Trust of India-ն։ Ահաբեկչությունը Հնդկաստանի Ջամու եւ Քաշմիր շրջանի Պահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցել երեքշաբթի կեսօրին մի քանի զինված տղամարդիկ անկանոն կրակ են բացել զբոսաշրջիկների վրա, ովքեր ձիավարություն էին անում Բայսարան հովտում, որը զբոսաշրջության հայտնի վայր է։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է դիմադրության ճակատ կոչվող խմբավորումը, որը կապված է Ռուսաստանում արգելված Լաշկար-e-Թայբա ահաբեկչական կազմակերպության հետ։ Հարձակման հետևանքով զոհվել է 25 հնդիկ եւ 1 նեպալի քաղաքացի։ Անվտանգության ուժերը որոնողական աշխատանքներ էին իրականացում Լաշկար-e-Թայբա երկու ահաբեկիչների Ադիլ Հուսեյն Թոքարի եւ Ասիֆ Շեյխի բնակավայրերում, երբ պայթուցիկները պայթել են արդենից տներում, հաղորդում է գործակալությունը։ Նրանք նշել են, որ պայթյունները հանգեցրել են տների ավերման։ Իսկ այժմ եղանակի մասին։ Շրջանների զգալի մասում եւ Երևանում սպասվում է անձրև եւ ամպրոպ, առանձին վայրերում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ կդիտվի քամուշ գնացում 18-ից 22 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-ի ցերեկը կնվազի 2-ից 3 աստիճանով։